Ողջույն, ուրեմն Իրիս Մանուկյանն եմ եւ աշխատում եմ Legal Next Group-ում։ Legal Next Group-ը ֆինանսավորում է այս հաղորդում, որպեսզի ձեզ տեղեկացնենք, այնպես որ դուք եթե տեղեկացված եք, ուրեմն տեղեկացված եք, ուրեմն դուք իմանաք ինչպես կատարել ձեր այդ որոշումները, որ ձեզ օգտին են։ Հիմա այսօր ուրեմն հունվարի 30-ին ենք, ինչպես գիտեք, արդեն մեկ շաբաթ եղավ, որ սկսեցինք մեր տաքս սեզոնը, մեր տաքս սեզոնը ուրեմն գտևի մինչև ապրիլ 18 այս տարվա, ուրեմն 18։ Ուզում եմ ձեզ ներկայացնեմ մեր օֆիսը, եթե դեռ չգիտեք ինչպես ենք աշխատում։ Մեր օֆիսը գտնվում է եւ Գլենդելում եւ Լաս Վեգասում, ինչպես շատ ձեզանից շատ մարդիկ կան, որոնք գիտեն, որ Վեգասում բացել ենք մեր երկրորդ օֆիս։ Եվ ուրեմն դուք կարող եք մեզ գտնել եւ YouTube, եթե YouTube-ում եք գնում, ուրեմն դուք անպայման պետք է հավաքեք Money Hour։ Okay, ուրեմն դուք կարող եք մեզ գտնեք YouTube-ում Money Hour եւ մեր բոլոր հաղորդումները կկարողանաք գտնել եւ նայել, դիտել ու նույնիսկ արդեն 3 ամիս ավել, 4 ամիս կա, որ ձեզ տեղեկացնում եմ հետաքրքիր նորություններ եւ հիմա քանի որ սեզոն սկսվել է, գալիս եք մեր օֆիս եւ կասեք, մենք ձեզ նայում ենք, շատ շնորհակալ ենք որ հետաքրքիր ինֆորմացիա տեղեկություն մեզ փոխանցում եք, բայց երևի դուք չեք իմանում, որ կարող եք մտնեք YouTube-ում ու իմ բոլոր հաղորդումները գտնեք։ Եթե հիշում եք, ես խոսել եմ S-Corp-ի մասին, S-Corp։ Խոսել եմ, ինչի մասին եմ խոսացել, SSI-ի մասին, խոսել եմ, որ դուք կարողանում եք ձեր երեխաներին մի քիչ վճարել, եթե աշխատում են ձեզ համար պայմանները, յուրահատուկ պայմանները կան, բայց դուք կարող եք իրանց ոնց որ վճարել եւ դա կօգնի ձեր tax return-ը։ Ես ասել եմ, որ ինչ եմ ասել, մի հատ նայեմ, չմոռանամ, սա kit payroll, եւ խոսել եմ SSA։ Ձեզանից շատ մարդիկ կան, որոնք շփոթում են SSI եւ SSA։ Էսի հիշեք էլի A, մենք կկարտանք A, լավ, A որպես աշխատանք, ուրեմն A աշխատանք, okay, սա աշխատանքային տոշակը, կոպիտ ասած, եւ այդ income-ը, այդ եկամուտը, որը դալիս են ումը չեն աշխատել, բայց մի մինիմում գումար պետք է ստանան, որպեսզի մի քիչ ապրեն, SSI, SSA։ Okay, ինչ եմ ուզում ձեզ տեղեկացնեմ այստեղ, այո, մենք էլ այստեղ ներկայացնում եմ օֆիսը, չէ, ունենք Skype, գիմանաք ինչ ID պետք է հավաքեք, որպեսզի մեզ փնտրեք եւ մենք ձեզ հետ կապնվենք, եթե հեռու եք մնում եւ ուզում եք, որ մենք ձեզ օգնենք ձեր հարկերը ներկայացնելու համար, ուրեմն Skype-ով մենք կարող ենք շատ լավ աշխատել եւ ունենք Skype-ը եւ ունենք website, գայք ունենք։ Հիմա երևի այստեղ կերևա մեր գայքը, շատ սիրուն գայք ունենք, այդպես տեսնում եք goldentax.us, հա, այստեղ եմ շփոթում goldentax.us։ Էսի մեր գայքն է, եթե մտնում եք այս գայքում, դուք կունենաք մեր բոլոր կոնտակտները, հասցեները, երախոսի համարները, Էսի ուրեմն www, ինչպես գիտեք, չէ,
Golden Tax US, okay, լավ, հիմա ես ներկայացրեցի մեր օֆիսը, next, հիմա ինչի մասին եմ խոսելու, ուզում եմ ձեզ զգուշացնել, որ շատ կարևոր վերջագետներ, ճիշտ եմ ասել, վերջաժամկետներ կամ վերջաժամկետ, deadline in English, հիմա, այստեղ ինչ ունենք, սա էտոյի համար, լավ, վերջաժամկետ, Ունվարի 31-ին դուք պետք է բոլոր ձեր W2-ները, եթե շատ են, ստացած լինեք, եթե չէ պետք է զանգահարեք, որպեսզի ձեզ ուղարկեն, այստեղ ունենք փետրվար 1-ին, ուրիշ deadline ունենք, այս deadline-ը ինչպես եթե small business ունեք, գիտեք, որ տարվա մեջ 4 անգամ պետք է estimated payment անեք, դա նշանակում է նախորդ հաշված վճարումներ, ու այդ վերջին, անցած տարվա վերջինը պետք է վճարված լինի, եթե ճիշտ եմ գրում, վճարված լինի այս փետրվարի 1-ին, ունենք շատ էլի փետրվարի ունենք 15, ուրեմն 15-ին էսի շատ ցավալի վերջաժամկետ, որովհետև կանի անգամ արդեն 3-4 ամիս երևի ձեզ զգուշացնում եմ, որ ձեր EIC, ձեր կրեդիտները, ձեր EIC, ձեր American Opportunity Credit, դա ձեզ չեն վճարելու ոչ թե մինչև փետրվարի 15-ը, եթե այսօր դիմում եք էլեկտրոնային տարբերակով ուղարկում եք, ներկայացնում եք ձեր տաքսերը և սպասում եք այնինչ կոչվում է refund, և եթե այս refund-ի մեջ կա EIC, օրինակ եթե dependent-ներ ունեք ու սպասում եք այդ կրեդիտը, ուրեմն IRS-ը կսկսի ձեր tax return նայել կամ դրանով զբաղվել փետրվարի 15-ից հետո և դուք պետք է ավերացնեք 7 օր մինչև 21 օր, որպեսզի ստանաք ձեր refund-ը, եթե EIC կամ AOC կա ներսը, բայց դա չի նշանակում, որ կստանաք, որովհետև ընդհանրապես ինչ են անելու, ստուգում են անունները, ասցեները, երեխաների անունները, դպրոցներ, ամեն ինչ։ Կարող են իրոնք ձեզանից պահանջել ավել տեղեկություններ։ Ավել տեղեկություններ ասելով նշանակում է կարող են ասել, օքեյ, մեզ ուղարկեք դպրոցի նամակ, ոնց որ ձեր երեխա այս դպրոցի մեջ այս դպրոց է գնում։ Մեզ ուղարկեք 2 utility bill, որպեսզի մենք ձեր ասցեն հաստատենք։ Ու կարող են ուշացնել, ասում են, որ կարող են ուշացնել այդ EIC վճարումը մինչև 6 շաբաթ, չգիտեմ, եթե ճիշտ եմ գրում, իրևի սենց, ճիշտ եմ գրում, 6 շաբաթ կարող են ուղարկել, էսի շատ ցավալի ժամկետ է։ Հիմա, եթե ձեր refund-ը, ուզում եմ մի բան էլի, refund-ը, ենթադրենք սա, էդի նշանակում է refund, կարող է ունենալ EIC, գումարած պահումը, հիշում եք, որ եթե W2-ով եք աշխատում, ունեն պահում են ձեր աշխատավարձից, պահում են մի որոշակի գումար, եթե կա պահում, չգիտեմ պահում ոնց են գրում, ենթադրենք, եթե սենց են գրում, պահում, ճիշտ եմ գրել, եթե պահում կա ներսը,
Այս սրա պատճառով կհետաձգեն մինչև 6 շաբաթ էտը։ Ուրեմն դա թվում է մարտի վերջը, մինչև մարտի վերջը կարող է տևի դրա պատճառով։ Եթե կցանկանաք, որ այս մասը ստանաք շուտ ու այս մասը ստանաք հետո, էսի կարելի է, անպայման պետք է մեզ թիմեք, եթե ուզում եք շուտ ստանալ ձեր գումարը, մենք կարող ենք այնպես անենք, որ այս EIC չուչացնի այս պահումի ոնց որ refund-ը, լավ, կգաք մեր օֆիս կամ կզանգահարեք, ձեզ կբացատրենք կամ կանենք ձեզ համար։ Էլ ինչ ժամկետ ունենք, չէ, next շիլը, սպասի, այո, երևի դուք չեք ստացել այդ առողջության ապահովագրության հիշում ես, թե Obamacare, առաջվան Obamacare։ Պետք է մեզ ներկայացնեիք անցած տարի 1095 կամ A, կամ B, կամ C։ Իսի կարող է մինչև մարտ 2-ը չստանաք, ոչինչ, դա կարևոր չի, որովհետև մենք կարող ենք ձեր tax return ուղարկենք, e-file անենք, առանց դրան, երբ կստանաք էտի, հետո կգաք, no charge, անվճար, և կդզենք, էսի մենք իրավունք ունենք։ Դե չէ, շատ կթևի, սա մինչև մարտ, ուրեմն մարտի լինում է 3-ը, մինչև մարտի 2-ը։ Ուրիշ deadline ունեմ, շատ կարևոր է էսի, ովքեր, ուրա, չկա, ովքեր էսկորտ ունեն, դուք չունեք մինչև, որ գույնը գրեմ, black, safe, okay, լավա, okay, եթե էսկորտ ունեք, մենք ասեցինք, որ մինչև ապրիլի 18-ը մեր սեզոնը չէ, բայց եթե դուք էսկորտ ունեն, արդեն դուք պետք է մարտ, ուրեմն 3, 15-ը, էսի ձեր, it's your deadline, if you have an escort, okay, ուրեմն դուք չեք ունենալու մինչև ապրիլի 18-ը, դուք ունեք մինչև մարտի 15-ը, որպեսզի ձեր tax return ներկայացնեք։ Էլ ինչ ունենք այստեղ, last day to pay, F-bar, լա, այո, ապրիլ 18-ը, ուրեմն 4-ը, 18-ը, F-bar, դա ինչ է նշանակում, F-bar ինչ է նշանակում, դա նշանակում է Foreign Bank Account Report, արտասահմանյան, բանկի, հաշվետվություն, ոնց որ ներկայացում։ Սա անպայման պետք է սա ուղարկած լինի և մեր tax return-ի մեջ էսի ունենք, որպեսի տեղեկացնենք այդ հաշվի մասին, էսի ունենք մինչև ապրիլի 18-ը անցած տարի, ունեցել ենք մինչև ունիսի 30, բայց այս տարի չէ, այս տարի դուք պետք է այդ report, դուք պետք է այս report անեք մինչև ապրիլի 18-ը։ Next-ը։ Սիրտ տեսուր ես պատրաստում։ Paralegal մոտ։ Ինչի համար։ Մամայիս immigration-ի հարցերը պետք է լուծենք։ Մամայի։ Թաքսերը, bankruptcy, տիկետները եւ վերջապես մեր հարաբերությունները պետք է օրինականացնենք, թե ոչ։ Հա, դրա համար կարելի է գնալ Իրիս Մանուկյանի մոտ։ Հետո։ Իբա դու ես։ Բանը ի նկատի ունեմ, որ ինքը նախամենակարևորը, որ այդ բոլոր հարցերով զբաղվում է, եւ հետո ինքը ունի բարձրագույն իրավաբանական կրթություն։ Գնացինք։ Մի րոպե։ Զանգահարեք Իրիս Մանուկյանին, նա կնորոգի ձեր կրեդիտը եւ իհարկե ամենակարևորը ունի գաղտնապահությունը։ Golden Tax-ը ներկայացնում է իր հերթական անակնկալները։ Եթե ստացել եք նամակ IRS-ից եւ դժվարանում եք ձեր շահերը պաշտպանել, դիմեք մեզ։ Մենք օգնում ենք նաեւ այն անձանց, ովքեր ուշացրել են իրենց թաքսերը եւ ամենակարևորը վճարում եք այն ժամանակ, երբ ստանում եք ձեր գումարները։ Բա որ ասում էի գնանք Իրիսի մոտ։ Դու ես ասում։ Հա։ Ամենաբարձր սպասարկում։ Մենք աշխատում ենք ձեզ համար։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգտակար լինել։ Divorce? Immigration? Eshova.
ինչով օգնենք։ Բանկրապտի։ Բանկրապտի, հանքրեք։ Բանկրապտի Chapter 7 իրականացնելու դեպքում 2 տարվա ընթացքում միայն մեզ հետ միասին կբարձրացնենք ձեր credit score-ը։ Որովհետև դուք արժանի եք։ Որովհետև դուք արժանի եք։ Եկեք սենց մտածենք։ Այս դեսնում եք, որ ամեն շատ բաներ եմ պատրաստում, շատ նվիրված եմ հաճախորդներին։ Եկեք սենց մտածենք, որ մենք միասին ենք աշխատում, այնպես որ դուք ինձ օգնում եք, երբ որ բոլոր ձեր դոկումենտները ներկայացնում ինձ, ես էլ աշխատում եմ ամենաբարձր refund ձեզ համար ստանալ, խորհուրդներ եմ տալիս, օրինակ վաղը գիտեմ, որ պետք է SSI-ի մասին պետք է մի հաճախորդին եմ իմիջայլոց կստանամ ու կօգնեմ, բայց իմիջայլոց ես ճիշտ է։ Մի վաղ ես հայտնարարում էի, որ անվճար կոնսուլտացիա տալիս էի, այո, բայց դա միայն շաբաթ ցերեկը, բայց այս հիմա չեմ կարող, որովհետև այդքան զբաղված ենք, չեմ կարող, եթե դուք անվճար կոնսուլտացիա ուզում եք, այն ժամանակ մեզ կդիմեք, բայց մենք կգրենք ձեզ համար երևի մայիսի ժամանակ կկարողանամ, մինչև այդ չեմ կարողանա։ Լավ, հիմա նայենք այստեղ ինչի մասին է ուզում խոսել, օքեյ, լավ, քշելիս ես նկատեցի, որ մի ընկերությունը 1040 Easy ձրի պատրաստում է։ Եվ ուրախությամբ, դե չգիտեմ, ումորային եմ ասում։ Եվ 1040 Easy, եթե ուզում եք, որ սա ձրի, ուրեմն անվճար պատրաստեն, ուրեմն պետք է գնաք HR Block։ Եթե գնում եք HR Block-ում, ուրեմն իրանք ձեր 1040 Easy ձրի անվճար կպատրաստեն։ Կասեք, Էսդիկին Մանուկյանը խփնվել է, ինչի համար այտենց գովում չէ, մի ուրիշ տաքսաշխվողին, բայց որովհետև 1040 Easy չպետք է դու երբեք ուզեք, որովհետև եթե դուք 1040 Easy եք ուզում, ոչ մի refund չեք ստանալու, որովհետև եթե կցանկանաք, որ refund ստանաք, որովհետև dependent-ներ ունեք, անպայման պետք է լինի այդ 1040A կամ 1040, եթե ուզում ենք A և Schedule C բացենք, որպեսզի ձեզ համար ծախսերը ցույց տանք, եկամուտները իջեցնենք, այնպեսի, որ ձեր օգտինը ու դուք պետք է ընդհանրապես 1040 Easy չպետք է երբեք լրացնեք։ Ոչ մենակ, ընդհանրապես TurboTax պետք է մոռանաք, ոչ էլ ձրի, Տեգուզ գնացեք HR Block ձրի կպատրաստեն ձեզ համար, բայց ձեր օգտին չի լինելու, եթե ուզում եք տաքս վճարել, եթե ուզում եք ձեր հարկերը վճարել, ուրեմն անպայման գնացեք այդտեղ, բայց ես այդ խորհուրդ չէի տա։ Մենք խոսեցինք մի քիչ այդ SSI work, ուզում եմ ասել եւ աշխատանք։ Այս SSI նորից էսի եկամուտ է, ոչ թե այդ կոպիտ ասած աշխատանքային տոշակ, չէ, եկամուտ, ոնց որ մինիմում եկամուտ։ Work, եթե դուք ստանում եք ոնց որ $733, okay? Եվ եթե աշխատում եք, եթե աշխատում եք մինչև $1200 ամիսը, չեք կտրվելուս SSI-ի սիստեմից, okay? Այնպես կարող եք երկուսն էլ պահեք, մինչև որոշեք ուրիշ ձև դասավորել ձեր աշխատանք կամ ձեր գումարները։ Եթե ուզում եք, մենք ձեզ կօգնենք, այդ SSI ձեզ համար կդիմենք և ձեզ կբացատրենք ինչպես աշխատեք, որպեսզի չկտրվեք։ Լավ։ Next. Անցած շաբաթ կարծեմ, որ խոսեցի referral պրոգրամի մասին։ Դա նշանակում ու աշխատում է, արդեն գալիս եք, ասում է, վայ, ես ինչ մարդն է ինձ ուղարկել, ես ինչ ընկեր ունեմ, ընկերուի դարավ։ Ուրեմն referral դա նշանակում է, եթե բերում եք, եթե ուղարկում եք մեր օֆիս, մի նոր աջախորդ, դուք կստանաք $50
Բայց ձեր ուղարկած մարդը պետք է կա իր tax return-ի 13, 20, 14 թվի, հետո կասեք, հայերեն չեմ գրում, լավ էլ գրում եմ, հետո 15 թվի, ինչու, ինչպես, թվական, եթե գրում եմ, չեմ խոսում, երկուսն էլ չեմ կարող անել, ուրեմն թվական 2013, 14 ու 15 թվականների tax return-ները պետք է բերի, որպեսզի մենք հիշում ենք, մենք ինչ ենք անում, amended ենք անում ու փող կբերենք այս tax return փոխելու համար S return L ու S return։ Ուրեմն դուք այդ $50 կստանաք։ Նույն ձևի, եթե դուք առաջին աջախորդ եք գալիս հենց այնտես միամիտ եղավ, դուք մտել եք մեր օֆիս ու գտել եք, որ մենք ճիշտ աշխատում ենք, մենք ձեզ զերծ կտանք $50 չափ, okay։ Մեր hours, մեր ժամերը, մենք ուրեմն 12 ժամ մենք ձեզ համար պատրաստ ենք, 8:30 առավոտ, մինչև իրիկունը 8:30։ Լեզուներ մենք ինչ ենք խոսում ենք անգլերեն, խոսում ենք հայերեն, խոսում ենք ռուսերեն, խոսում ենք, չէ, պարսկերեն չենք խոսում, ֆրանսերեն չենք խոսում, բայց ես ֆրանսերեն գիտեմ։ Լավ, ինձ թվում է, որ մենք հավարտեցինք մեր աղորդումը, հավարտեց մեր ոնց եք ասում, հավարտվում է մեր հաղորդումը, հետո մենակ խոսում ենք, ինչ է եղել, ինչ եղավ իրա, ես այստեղ ունեմ իմ ականջի մեջ մի բան ու մեկը ինձ հետ խոսում այստեղ դրա համար ես ում եմ ես ինչ ասում ու պայման։ Իմիջարս Դիգին Դեմոյանին ես շնորհավորում եմ, որովհետև իր մաման կգա հաջորդ շաբաթը, մենք իրեն կընդունենք, մենք շատ գոհ եւ Դիգին Ակոպյան էլ կա, եւ Դիգին Ակոպյան ձեզ ընդունում է որպեսզի դուք լրացնեք մեր պայմանագիրը եւ ձեզ հիմա պետք է ասեմ ցտեսություն, մի մտածեք միասին ենք աշխատում ու լավ գլինի, շատ էլ լավ գլինի, բարին ենք ձեզ։ Սիրտ տեսուր ես պատրաստում։ Հարալի գլի մոտ։ Ինչի համար։ Մամայիս էմիգրեշնի հարցերը պետք է լուծենք։ Հա, մամայի։ Թաքսերը, բանկրապսի, թիքետները եւ վերջապես մեր հարաբերությունները պետք է օրինականացնենք, թե ոչ։ Հա, դրա համար կարելի է գնալ Իրիս Մանուկյանի մոտ։ Հետո ո՞։ Իբա դու ես։ Բանը ի նկատի ունեմ, որ ինքը նախամենակարևորը, որ այդ բոլոր հարցերով զբաղվում է, եւ հետո ինքը ունի բարձրագույն իրավաբանական կրթություն։ Գնացինք։ Մի րոպե։ Զանգահարեք Իրիս Մանուկյանին, նա կնորոգի ձեր կրեդիտը եւ իհարկե ամենակարևորը ունի գաղտնապահությունը։ Golden Tax-ը ներկայացնում է իր հերթական անակնկալները։ Եթե ստացել եք նամակ IRS-ից եւ դժվարանում եք ձեր շահերը պաշտպանել, դիմեք մեզ։ Մենք օգնում ենք նաեւ այն անձանց, ովքեր ուշացրել են իրենց թաքսերը եւ ամենակարևորը վճարում եք այն ժամանակ, երբ ստանում եք ձեր գումարները։ Բա որ ասում էի գնանք Իրիսի մոտ։ Դու ես ասում։ Հա։ Ամենաբարձր սպասարկում։ Մենք աշխատում ենք ձեզ համար։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգտակար լինել։ Divorce? Immigration։ Էշովա։ Ինչով օգնենք։ Բանկրապսի։ Bankruptcy handbook։ Bankruptcy Chapter 7 իրականացնելու դեպքում 2 տարվա ընթացքում միայն մեզ հետ միասին կբարձրացնենք ձեր credit score-ը։ Որովհետև դուք արժանի եք։